Մենք նորից վերադարձանք։ Ու այս անգամ լավ նորություններով ենք վերադարձել նորից։ Ասենք։ Ասենք։ Պրեմիերա է սպասվում։ Այո, Երևանի Հրաչյա Ղափլայնյանի անվան դրամատիկական թատրոնը։ Վաղը։ Վաղվանից։ Վաղը առաջնախաղն է լինելու, բայց առաջնախաղը լինելու նաև ամսի 9-ին։ Եվ 30-ին։ Եվ 30-ին, եւ ոչ միայն ամսի 7-ին հեսա կճշտենք մնացել է տոմսեր թե չէ, բայց ամսի Պետք է ճշտել, բայց կարծում եմ արդեն չէ։ Պետք է շտապել ու մասնակիցը դառնալ Սիրո 6 կանգառ ներկայացմանը, որը համերգ ներկայացում է լինելու յուրահատուկ մոտեցմամբ։ Հիմա կիմանանք ինչու, ինչպես եւ երբ ծնվեց այս ներկայացումը, որովհետեւ մեր տաղավարում են բեմադրիչ Գուրգեն Ծատուրյանը, ողջույն, եւ դերասանուհի Դիանա Մալենկոն։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Դուք Հիանալի։ Հրաշալի ու շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ նմանապես։ Դե պատմեք նախ համագործակցության մասին։ Ինչպես ստացվեց, որ Գուրգենը սկսեց համագործակցել մեր դրամատիկական թատրոնի հետ եւ հետո ինչպես ընտրվեց նաեւ առաջին համագործակցությունը վերադարձից հետո եւ հետո ինչպես ընտրվեց այսինչ ստեղծագործություն է համերգ ներկայացում շատ հարցեր ունենք պետք է հարցնել։ Սկսենք, կարծում եմ ավելի ճիշտ կլինի, եթե ես ներկայացնեմ նախ Գուրգենին, գուցե մեր հեռուստադիտողը այդքան էլ ծանոթ չէ նրա հետ, բայց նա շատ կարևոր մարդ է եւ շատ կարևոր մասնագետ եւ արվեստագետ է ամբողջ աշխարհում, որովհետեւ Գուրգենը Ծատուրյան նախ սովորել է այստեղ Երևանում Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում, որից հետո մետրո թատրոնում է աշխատել, բայց կյանքի մեծ մասը անցեկացրել արտերկրում, Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, աշխատել է այնպիսի մարդկանց հետ, օրինակ Ռոբերտ Լեպաշ, Բոբ Ուիլսոն կամ Ռոբերտ Ուիլսոն, Կիրիլ Սիրեբրինիկով եւ սա դեռ ամենափոքր եւ քիչ հատվածն է նրա մասնագիտական կյանքի եւ կյանքի, որ ես կարող եմ ներկայացնել, Ազգերի թատրոնում է աշխատել, Լամոնե, եթե չեմ սխալվում, թագավորական օպերայում է երգել, մի խոսքով շատ մեծ կենսագրություն ունի Գուրգենը, ինչու եմ այսքանը ոգևորված պատմում, որ դուք հասկանաք մեր ոգևորությունը եւ մեր շնորհակալությունը նրա հետ աշխատելու առիթ ստանալու համար։ Այսքանով սահմանափակվենք, որտեղ իսկապես շատ երկար է։ Եվ երբ ու ինչպես ստացաք առաջարկը Գուրգեն, որպեսզի աշխատեք դրամատիկական թատրոնի հետ։ Ես դրամատիկ թատրոնը խնդրեց ինչ-որ մի բան անել, Գրիգոր Խաչատրյան, ես իհարկե մեծ հաճույքով համաձայնվեցի, հետո ասեցի, որ ես կարող եմ երգեր բեմադրել, որտեղ դա արել եմ Գոգլ ցենտրում, իմ թատրոնում, որտեղ աշխատում եմ Մոսկվայում, Թեատր Նասի, հետո դա դարավ պիես գրել, հետո դա դարավ բեմադրել, որովհետև հասկացա, որ երբ որ սենց դերասանուհիներ ունես քո ձեռքում, որտեղ ամեն ռեժիսորը մենակ երջանիկ կլինի նման դերասաններ ունենալ, ինչ-որ մի բան պետք է անես երգելուց բացի ու գրեցի այդ պատմությունները, ու քանի որ 6 կին են, իսկ կանայք երբ որ հանդիպում են իրար հետ են մնում, խոսում են կամ ընտանիքից կամ սիրո մասին, դրա համար իրանք խոսում են սիրո մասին։ 6 կանգառ է սպասվում մեզ։ 6 սիրո կանգառ, որտեղ գործը տեղի է ունենում գնացքի մեջ, հանդիպում են 6 անծանոթ կին։ Եվ այստեղ նաև մի կարևոր փաստի մասին եմ ուզում խոսել, որ ներկայացումը որոշակիորեն դոկումենտալ ներկայացում է, այսինքն այնտեղ կան մոնոլոգներ, որոնք մենք պատմում ենք որպես դերասանուհիներ, բայց նաև որպես անհատներ, այսինքն մեր կյանքից վերցրած որոշակի իրական պատմություններ են։ Մի րոպե։ Իհարկե համեմված մի փոքր գեղարվեստական մոտիվներով դա էլ կա, բայց հիմքում բոլորիս պատմությունների շատ իրական պատմություններ են։ Եվ նաև հաշվի առնելով, որ այդ 6 դերասանուհիներս գրեթե երբեք հարցազրույցներ չենք տալիս, չենք խոսում մեր անձնականի մասին, դրամատիկական թատրոնի բեմը այս ներկայացմամբ դառնում է այն միակ տեղը, որտեղ կհնչեն այդ պատմությունները, մեր հույզերը, այնինչ տեղի ունեցել մեզ հետ կյանքում եւ այդ ամենը ուղղակի հրաշալի է գրել Գուրգենը, ավելի լավ, քան մենք կարող էինք մեր մասին պատմել, անկեղծ եմ ասում։ Սա նաև վերածվել է հոգեբանի աշխատանքի, որովհետեւ Գուրգենը լսել է ձեր պատմությունները, ապա հանձնել է թղթին հետո նոր ձեզ։ Ինչպես եղավ այդ աշխատանքը։ Գիտեք, ինձ Շատ էին հուզվում պատմելուց, որ երբ որ իրանք պատմում էին, դե ես մեծ մարդ եմ, ես շատ բան եմ տեսել ու լսել, հետո ինձ հեշտ են պատմում, ընդհանրապես այդ իմ, հա, ես ինձ հեշտ են մարդիկ կիսվում, ես գաղտնիք պատմել գիտեմ, ես անգամ
պահել գիտեմ, այս անգամ որոշեցի պատմել բոլորին իրանց գաղտնիքները, բայց ես հիմա մտածում եմ, որ երևի թատրոնը շատ է փոխվել, ընդհանրապես հիմա շատ դժվար է մարդկանց տանել թատրոն, որպեսզի դու 7-րդ անգամ նայես ինչ որ Չեխովի ինչ որ մի պիես կամ ինչ-որ շատ ավելի կարևոր է, երբ որ մարդիկ իրանց անձնականն են պատմում, իհարկե եթե դա ճաշակի մեջ է եւ ունիֆորմա ու որովհետեւ դա է մենակ հուզում, հիմա մենակ մարդկայինն է հուզում մարդկանց, մենք բոլորը շատ ծանր կյանքով ենք ապրում, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում ամեն ինչ շատ փոխվել է դեպի վատը եւ մենակ իսկական սիրո պատմություն, իսկական հաղթահարելու պատմություն, իսկական չվհատվելու պատմությունն է մարդկանց ոգեշնչում։ Ես փորձում էի դրա մասին կանայք պատմեն եւ պատմեն, թե ինչ դժվար է այսօր կին լինելը, ինչ դժվար է մասնագիտությունով զբաղվող կին լինելը, այսօր նամանավան դերասանուհի լինելը։ Մենք ամեն օր ենք գրեթե դա անում ու այսօր հատկապես պատմել ենք, թե ինչ դժվար է։ Ոնց է կարտնանում առավոտյան, այո։ Նաև երաժշտության մասով, հա, ինչ երգեր են գրվել, որովհետև ու նաև մեր երգչուհիները արդյոք պատրաստ էին երգելուն, թե ոմանց հետ նաև աշխատանքներ են տարվել։ Գիտեք ինչ այդտեղ ես վստահ եմ, որովհետև այդ մասնագիտությունով ես զբաղվում, ես երգի դասախոս եմ եղել, գիտիսում եմ դասավանդել եւ շատ եմ աշխատել։ Ես գիտեի, որ կերգեն ու ես համոզված էի, որ ինքը էս երգը կերգի, ինքը էս երգը։ Իրանք էլ չէին հավատում, որ կերգեն, բայց այդտեղ ես վստահ էի ու ես շատ երջանիկ եմ, որ հիմա երբ որ իրանք երգում են, ես կողքից նայում եմ, ասում եմ, բայց ո՞նց արեցին իրանք այս ամեն ինչի այդ կարճ ժամանակում։ Ուզում եմ հատուկ նշել Հայկին Գասպարյանց, որը գրեց երաժշտական ձևավորումները, ու ես ժամանակին լսում էի, ունակ պատահական, ես չգիտեի իրան, մենք անձամբ ծանոթ չենք եղել պրոջեկտը, ես ուղղակի լսում էի ու ասում էի, ինչ լավ է արած, ինչ լավ արած, մի օր հետաքրքիր կլիներ այս մարդուն ճանաչել ու տեսեք կյանքը ոնց բերեց, մենք հիմա իր հետ մեծ ներկայացում արեցինք։ Նաև նշենք մեր պարուսույցին Արիկին Ասատուրյան, նա էլ պլաստիկ հատվածն է կազմակերպել եւ մեզ հետ աշխատել, իսկ վոկալի հետ կանանց մյուս նշենք ովքեր են լինելու իհարկե բերում։ մեծ սիրով հերթով գնանք Լուսին Վարդանյան, Լիդիա Գրիգորյան, Էմա Մկրչյան, Լիդա Լևոնյան, ես եւ Արմենին Գևորգյան էր արվեդուն կներեք եւ իհարկե մեր դաշնակահարուհին Գայանն է, Արզումանյանը, նա եւս ուղեկցելու է ամբողջ երաժշտական հատվածը ներկայացման։ Կենթանի նաև հնչեղություններ են։ Անպայման։ Բացի ձայնագրությունը։ Կա եւ նա, այդպես էլ ում չնշեցինք։ Եւ ողջ թատրոնի ստեղծագործական կազմին կարող ենք ասել շնորհակալություն, որովհետեւ մեծ թիմ էլ աշխատում է կուլիսներում, զգեստապահարանում, զարդասենյակում, գրիմանոցում։ Զգեստների նկարիչը Ֆայնա Հարությունյանն է։ Եվ ընդհանուր նախագծի հեղինակը իհարկե մեր Գրիգոր Խաչատրյանն է, որին եւս շատ շնորհակալ ենք, որովհետեւ որպես դերասաններ առաջին հերթին, որովհետեւ նա միշտ ձեռնոց է նետում մեզ, թե այս անգամ էլ պետք է երգեք, այս անգամ էլ պետք է պարեք, այս անգամ էլ սա պետք է անեք, սա պետք է, իսկ կարծում եմ հենց դա է մասնագիտության մեջ զարգացնում մեզ, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, ես եթե կարելի ավելացնեմ, որ Գրիգորը ինքը շատ համարձակ թատրոնի ղեկավար է։ Ես տարբեր թատրոններում եմ աշխատել, բայց ինքը թատրոնի սիրահար մարդ է։ Հիմա նույնիսկ Եվրոպայում գնում ես աշխատում ես օրինակ Համբուրգում, Փարիզում, տարբեր տեղեր եմ աշխատել։ Թատրոնի ղեկավարները թատրոնի սիրահարներ շատ քիչ են լինում։ Ինքը թատրոնի սիրահար է։ Ու երբ որ գալիս ես տես մարդու ես հանդիպում, ուզում ես ինքդ նախ օգնես, երկրորդը քո հոգու պարտ կտաս, որտեվ ես միշտ ուզում եի ինչ-որ մի բան Հայաստանում անեի։ Գուրգեն, սա շարունակական բնույթ կկրի ըստ թե ոչ։ Չգիտեմ, եկեք այսօրվա օրը գլորենք, հետո տեսնենք ինչա լինի։ Վաղը պրեմիերայից հետո Այսօր փակ դիտումն է, մենք այսօր եկանք եթերի, բայց երեկոյան սպասվում է։ Ես հիմա գիտեք անդադ ասում օրինակ ես որպես համ ռեժիսոր համ ձայնի մասնագետ ասեմ մենք շատ ա խոսում երեկոյան երգելու է ուզեմ իր տեղը ես խոսամ որ ինքը իր ձայնը խնայի Դե Դիանայի փոխարեն ու աղջիկների եւ ներկայացման հիմքում կանգնած մարդ ինչ է պատմելու սիրովեց կանգառը մարդկանց Ինչ է պատմելու նախ սիրո մասին գոյատևելու մասին, վախի մասին, վախը հաղթահարելու մասին, մասնագիտության մասին, ընդհանրապես կյանք, հիմա մենակ կյանքի պատմություններն են հուզում, իսկական կյանքի պատմություններ ու ես շատ ուրախ եմ, որ երբ որ գալիս են նայում են ու լսում են մարդիկ ասում են, բայց դա իրոք եղել է քո հետ ու այդ
գիծը, որտեղ է հնարած պատմությունը, իսկ որտեղ է իրական պատմությունը, ես շատ ուրախ եմ, որ դա ստացվում է դոկումենտալ ու մարդիկ կարծում են, որ ինքը իսկապես պատմում է իր բաժանումների մասին, հա ճիշտ եմ ասում, բաժանումների մասին կամ սիրահարվածությունների մասին, վախերի մասին, ես դա շատ ուրախ եմ, որտեղ իսկապես հիմա հուզում է իրական պատմությունը։ Իրական պատմությունների հետքերով իրականը հուզել ու շարունակելու է միևնույն է մեզ հուզել ու հուսանք, որ այո, միշտ այս ներկայացումը նույնպես երկար կյանք կունենա, խաղացանկում դեռ շատ երկար ժամանակ, իսկ տոմսերի մասով ինչ կասեք, վաղվա տոմս մնացել է թե ոչ։ Այս առումով էլ այնքան հետաքրքիր է, որ երբ տոմսերի վաճառքը բացվեց, այդ ժամանակ մենք նույնիսկ նկար կամ պոստեր ոչինչ չունեինք եւ հենց բացվեց տոմսերի վաճառքը, միանգամից սպառվեց գրեթե։ Հետո երբ արդեն նկարները հայտնվեցին եւ որոշակի ինֆորմացիա, էլ ավելի մեծ քանակությամբ սպառվեց, երեք նայեցի ամսի 7-ին ընդհանրապես չկա, ամսի 9-ը մոտավորապես մի 35 տոմսեր մնացել։ Այս բան երևի 5 է մնացել։ Գուցե հույս ունեմ, այնպես որ կարծում եմ այդտեղ խնդիր չենք ունենալու, եթե այսօր լավ երկենք գալի։ Դե դու ավելի քիչ հիմա կխոսես մինչ երեկո եւ վստահաբար խնդիր չի լինի, իսկ հեռուստադիտողներին հիշեցնենք, որ ապրիլի 7-ին 9-ին 30-ին եւս կլինի այս ներկայացումը ու պետք է սպասել նաեւ հետեւելով թատրոնի սոցիալական հարթակներում տեղ գտած էջերին, որպեսզի բաց չթողնենք մյուս ամսվա խաղացանկը եւս ու տեսնենք թե ինչ ներկայացումներ եւ այս ներկայացումներ որ օրը կլինի։ Շնորհակալ ենք անչափ։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն եւ հատկապես երեկոյան լավ ելույթ ենք մաղթում, այսօր պատասխանատու օր է։ Շնորհակալություն։